Նիկոլ Փաշինյանի երազը։ Կաբինետում կուչ եկած հետևում է իր իսկ հրավիրած արտակարգ խորհրդակցության ընթացքին։ Աշխատասեղանին Չաուշեսկուի կիսանդրին է, Հայաստանի քարտեզի թիթեղյա մակետը Մկրատի հետ միասին և ինչ-որ թոնրատան գովազդային բուկլետ, անվճար առաքման հեռախոսահամարներով, իսկ դրսում իրավիճակը խիստ լարված է։ Հրապարակում հավաքված մի քանի 100,000 մարդիկ վանկարկում են «Դավաճան, դավաճան» ու վտանգ կա, որ ամեն վայրկյան կարող են ներխուժել կառավարության շենք։ Դիմում է Սուրեն Պապիկյանին։ Լավ, Սուրո, ինչքան հիշում եմ պաշտպանության նախարար ես, հիմա ո՞նց անենք։ Դե ինչ ասեմ, օրինակ կարող ենք խնդրել, որ Ալեն Սիմոնյանը թքի, կմկմում է Սուրեն Պապիկյանը։ Աչքիս սախսել թքելու ենք։ Սեղանի տակից լսվում է Ալեն Սիմոնյանի նվաղած ձայնը, բայց Սուրոն առարկում է։ Թքել ասելով ես նկատի ունեի ոչ թե մեր քաղաքական ճակատագրի հանգուցալուծումը, այլ պաշտպանվելու մարտավարությունը։ Եկեք սկանդինավյան խաղաղապահներ կանչենք, առաջարկում է Արամ Զավենիչը, նյարդայնորեն ծամելով նարնջագույն փողկապը ու միաժամանակ հեռախոսի մեջ փնտրելով Պուտինի հետ 25 տարի առաջվա լուսանկարը։ Ուրիշ ճար չկա, ոչ կարող է ավտոբուսով գործի գնալ, ոչ հեծանիվ քշել, ստիպված պիտի լայվ մտնի։ Գրպանից հանում է սմարթֆոնը, միացնում, դեմ տալիս Չաուշեսկուի կիսանդրուն ու սկսում. Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության համբալ քաղաքացիներ, վայ, կներեք, լեզվի սայթակում էր, Տիկո դեմիցս են կողմ գնա, քեզ տեսնում եմ, շեղվում եմ, ու ընդհանրապես SMS եղիս տեղից, դուրս արի միջանցք։ Համբալ բառը լսելով Զավենիչն աշխուժանում է, գործ կա, էլի պետք է ինչ-որ համբալի համայնքապետ դարձնել, հարմար գներով կօգնեմ։ Դե հերիքա դու էլ SMS եղի, վարկանում է ինքը ու դիմում Աննային։ Մի հատ զանգի Մակրոնին։ Աննան դուրս է գալիս ու քիչ անց վերադառնում, մի մեծ ափսե մակարոնով։ Ես քեզ ասում եմ Մակրոն, դու մակարոն ես բերում։ Հիստերիայի մեջ է ընկնում ինքը, բայց Աննան շոյում է գլուխը։ Դու հանգստացի ու սուսուփուսկեր, դտվելը նորաձև է։ Ինքը ձեռքով մի կողմ է հրում ափսեն ու կրանում սեղանի տակ։ Ալենչո, դու Ռոբի տղու հետ մոտիկ էիր, չէ։ Զանգի, խնդրի թող Ռոբը գա այդ ժողովրդի մեջ երևա, ցրվեն տներով։ Քիչ անց Ալենը գլուխը հանում է սեղանի տակից ու կմկմում։ Մեծարգո պարոն վարչապետ, ձրի չի համաձայնվում, կես միլիարդ դոլար ա ուզում։ Ինքը խեղճացած նայում է Աննային։ Էլ մի տենց նայի վրես, հոգապաուստին ձեռք չենք տալու։ Ատամների արանքից նետում է նա ու բարկացած դուրս գալիս կաբինետից։ Բայց քիչ անց վերադառնում է։ Մակրոնը զբաղված էր, բայց Մեհրիբանը զանգեց, հրավիրում է Շուշի մուղամ լսելու։ Իսկ դրսից աղմուկն ուժեղանում է, արդեն ձայներ են լսվում նաև միջանցքից։ Բա հիմա ո՞նց դուրս գանք, սփրտնում է ինքը։ Լավ Աննա, գոնե հարցրու, տես կարան ստեղից դուրս գալու անխոչնդոտ միջանցք ապահովեն։ Անպայման չերես դավալու, սեղանի տակից գոռում է Զավենիչը, բայց միջանցքից լսվող աղմուկն ուժեղանում է, ապա դուռը դղրդոցով տապալվում է։ Արթնանում է սառը քրտինքի մեջ կորած։